Դոլյա Վարավսկայա երգն ու Սպեցնազն է մտել, պատմում է իրավապաշտպանը։ Նրան էլ երգողներն են պատմել։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նախ սոցցանցում գրեց, թե դաժան ծեծից հետո են բանտից իրեն ահազանգել։ Հետո լրագրողներին է պատմում, որ Սպեցնազից 30-ից 40 հոգով նախ ավերել են բանտախցերը, գետնին թափել ամեն բան, շպրտել սնունդը, հագուստեղենը, գետնին գցել դատապարտյալին, կանգնել վրան ու սկսել են հարվածել մահակներով։ Ուրեմն զբոսանքի ժամանակ երգել են դատապարտյալները տարբեր երգեր, ինչ որ մեկը երգել է Դոլյա Վարավսկայա։ Ու դրանից հետո, հենց դրանից հետո է եղել այս ամեն ինչը։ Այդ Սպեցնազը, որը իրենց խփում էր, ասում էր դուք պետք է երգեք Գասպադա աֆիցերի։ Դեպքից հետո արդարադատության նախարարը վստահեցրեց, որ քրեակատարողական հիմնարկում իրավաչափ համարժեք պատասխանից բացի որևէ այլ բան չի կարող կիրառվել։ Ազատությունից զրկված անձանցից ոմանք ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին տեղեկություններ են ներկայացրել նույն օրը քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված իրենց պնդմամբ անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման, վիրավորանքներ եւ հայհոյանքներ հնչեցնելու մասին։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են ազատությունից զրկվածների մարմնական վնասվածքները։ Մենք երբ որ հասել ենք տվյալ դեպքում որևէ ոչ իրավաչափ գործողություն արդեն իսկ չի եղել, որովհետև արդեն իսկ կանխված է եղել ըստ արդեն ծառայության պարզաբանման, որովհետև այդտեղ կանխվել ասածը դուրս են բերվել, ենթադրվում է այն դատապարտյալները իրենց խցերում խուզարկություն է իրականացվել, որից հետո նորից այդ անձինք նաև տեղավորվել են այդ խցեր։ Այսինքն մեր այցի պահին Տիկին Ալեքսանյան որևէ ընթացիկ գործողություն իրականացնելու պահ չի եղել, այսինքն ավարտված է եղել, ձեզ ասել են դատապարտյալները։ Այո։ Ժաննա Ալեքսանյանի պնդմամբ, եթե ինքը չհազանգեր, բանտարկյալները առնաքամ եղած կմնային գետնին, քանի որ նրանց բուժօգնություն չեն ցուցաբերել։ Իսկ ձեր գնալուց հետո երեկոյան կողմը բերել են կոտրված թևով ծնա դատապարտյալին։ Տիկին Ալեքսանյան, մեր ես կարող եմ անուն ազգանունը ասել։ Եթե դժվար չի ասեք, մենք կփորձենք։ Բայց մեր աշխատակիցները մինչև օրվա ժամը 9:00 եղել են քրեակատարողական հիմնարկում։ Ուշ ժամի են բերել, էլի, 9-ից հետո երևի։ Մուրադխանյան։ Արդարադատության նախարարության քրեակատարողականի սոցիալական աշխատանքների բաժնի պետի տեղակալն էլ պնդեց, որ ֆիզիկական ուժի կիրառումը սխալ ընկալում է։ Ձեռքը ոլորելը եւս ֆիզիկական ուժի կիրառում է, եղել են կապտուկներ, քանի որ դիմադրել են, ու իրենք ըստ պաշտոնյայի օրենքի շրջանակում են գործել։ Այնինչ իրավապաշտպանը պնդում է, թե բանտարկյալներն առնաքամ են եղել եւ ստացել են կոտրվածքներ։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։